Ողջույն։ Այսօր մեր առջև մի բարդ, կարելի ասել գրեթե դետեկտիվ պատմություն է։ Մի մարդու մասին, ում ոմանք սուրբ էին համարում, Իսկ ոմանք էլ ուղակի մարդասպան։ հենց այդպես։ Մենք խոսում ենք Ջեք Քևորքյանի մասին։ Թխրահռչակ դոկտոր Մահ։ Նրա գործունեությունը գիտեք մի հսկայական հարց է դրել մեր առաջ։ Մի հարց, որը մինչև հիմա էլ արդիական է։ Այո, ու մենք այսօր կփորձենք խորանալ դրա մեջ։ Հիմնվելով ձեր տրամադրած աղբյուրների վրա, տարբեր հոդվածներ, վերլուծություններ կան։ Իսկ հարցը հենց Քևորքյանն է, շատ ուղիղ ձևակերպել։ Նրա խոսքերն են. մահը հանցագործություն չէ։ Ինչու ենք մենք բոլորս այդքան վախենում մահից։ Սա իրոք խորը միտք է։ Շատ խորը։ Եվ մեր այսօրվա, այսպես ասած, խորացման նպատակը ոչ թե դատելն է, այլ Հասկանալը։ հասկանալը։ Ինչ էր կատարվում այս մարդու ներսում, ինչ ուժ էր նրան մղում առաջ։ Եվ իհարկե, ինչպես նրա գործողությունները փոխեցին մեր պատկերացումները կյանքի վերջի մասին։ Դե ինչ, եկեք սկսենք։ Ով էր Ջեք Քևորքյանը։ Ծնվել է 1928 թվականին Միչիգանում։ Հայ գաղթականների ընտանիքից էր։ Այո, ծնողները փախել էին ցեղասպանությունից։ Աղբյուրները նշում են, որ նրա վաղ տարիները դե ընդհանուր առմամբ սովորական են անցել։ Մինչև որ ընդունվել է Միչիգանի համալսարանի բժշկական ֆակուլտետ։ Հենց այստեղից էլ կարծես սկսվում է ամենահետաքրքիրը։ Հենց համալսարանում էլ նրան կպցրին այդ մականունը՝ դոկտոր Մահ։ Ինչու։ Դե որովհետև ինչպես ձեր ուղարկած նյութերում էլ կա, նա անսովոր շատ ժամանակ էր անցկացնում դիահերձարանում։ Ուղղակի աննորմալ շատ։ Հետաքրքրում էր հենց մահվան process-ը։ Մահվան պահը, նույնիսկ փորձեր էր անում, ուսումնասիրում էր մահացածների բբերը, ուզում էր մեթոդ գտնել, որով հնարավոր կլիներ մահվան ստույգ ժամը որոշել։ Սա արդեն իսկ ցույց է տալիս նրա ոչ ստանդարտ մտածելակերպը։ Անշուշտ։ Համալսարանից հետո բանակ կարեական պատերազմին է մասնակցում, հետո սկսում է աշխատել որպես ախտաբան անատոմ։ Այսինքն բժիշկ, որն ուսումնասիրում է հիվանդությունների պատճառները, հիմնականում դիահերձումների միջոցով։ Սա իր պրոֆիլն էր, բայց նրա հետաքրքրությունները Ավելի հեռու էին գնում։ ճիշտ է, եւ այստեղ մենք հանդիպում ենք առաջին իսկապես, ասենք, տագնապալի դրվագներին։ Խոսքը արյան փոխներարկման փորձերի մասին է։ Այո, աղբյուրները նկարագրում են, թե ինչպես են նա փորձել մահացած մարդկանցից արյուն վերցնել ու փոխներարկել կենդանի կամավորներին։ Սարսափելի է ընչում։ Շատ վտանգավոր փորձարկում էր, հասկանալի է, եւ ինչպես նշվում է, առնվազն 1 կամավոր հեպատիտով է վարակվել դրա հետևանքով։ Սա կարծես ցույց է տալիս մի օրինաչափություն, իր մոտ։ Սեփական հետազոտությունները, գաղափարները, վերդասել բժշկական կանոններից անվտանգությունից։ Հենց դա։ Եվ զարմանալի չէ, որ այս դեպքից հետո նրան հեռացնում են աշխատանքից։ Հետո մի որոշ ժամանակ անցնում է, 80-ականների կեսերին վերադառնում է Դեթրոյթ։ Բայց արդեն դժվարությամբ է աշխատանք գտնում։ Ապրում է նպաստով, շատ համեստ պայմաններում։ Հենց այս ժամանակահատվածում էլ կարծես նրա մտքում ձևավորվում է այն գաղափարը, որը նրան դարձնելու էր համաշխարհային հայտնիություն։ Կամ թխրահռչակություն։ Խոսքը իհարկե Մերսիտրոն սարքի մասին է։ Նա այն ստեղծեց 1989-ին։ Ինքն անվանում էր ողորմածության մեքենա։ Մերսիտրոն, մերսի ողորմածություն։ Ըստ էության դա բավականին պարզ մեխանիզմ էր, բայց մահացու։ Պատկերացրեք կացիլային համակարգ 3 տարբեր հեղուկներով շշեր։ Ինչ հեղուկներ էին։ Առաջինը ուժեղ քնաբեր էր, բարբիտուրատ, որը մարդուն խորը քնի մեջ էր գցում, երկրորդը մկանները պարալիզացնող նյութ, որը կանգնեցնում էր շնչառությունը, Եվ երրորդը։ իսկ երրորդը կալիումի խլորիդ։ Սա մի նյութ է, որ ուղղակիորեն կանգնեցնում է սրտի աշխատանքը։ Վերջ։ Եվ այստեղ կար մի շատ կարևոր նրբություն։ Նա միշտ ընդգծում էր դա։ Որ մեքենան պետք է գործի դնել հենց ինքը հիվանդը։ Սա նրա համար սկզբունքային էր, կարծես։ Վերջնական քայլը տառապող մարդն էր անում, ոչ թե ինքը, բժիշկը։ Սա իրավաբանորեն էլ կարևոր չէ։ Այո, սա տարբերակում էր նրա գործողությունները, գոնե սկզբնական փուլում։ Սա համարվում էր բժշկի օգնությամբ ինքնասպանություն, ոչ թե ուղիղ էվթանազիա, որտեղ բժիշկն է, այսպես ասած, սխմում կոճակը։ Առաջին անգամ այս սարքը եւ կիրառվեց 1990 թվականին։ Առաջին մարդը 54-ամյա Ջանետ Ատկինսն էր։ Նա տառապում էր Ալցհեյմերի հիվանդության վաղ փուլից։ Այսինքն դեռևս գիտակցական վիճակում էր։ Բայց հիվանդությունը զարգանում էր։ Ու աղբյուրներից մեկը մանրամասնում է, որ Քևորքյանը նրա հետ հանդիպել է ընդամենը 1 ժամ։ Չի պահանջել մանրամասն բժշկական փաստաթղթեր, սա շատ հարցեր է առաջացնում։ Այսինքն որքանով էր խորը ուսումնասիրված այդ կոնկրետ դեպքը։ Ճիշտ է։ Եվ ամենադրամատիկ,
կամ գուցե սյուրռեալիստական դետալը։ Այդ ամենը տեղի է ունեցել ոչ թե հիվանդանոցում, այլ Քևորքյանի հին, ժանգոտացած Volkswagen միկրոավտոբուսի մեջ։ Հա, որը կայանված էր Օրեգոնի մի այգում, սարսափելի տեսարան պիտի լիներ։ Հետագայում էլ նա շարունակեց օգտագործել այդ միկրոավտոբուսը, երբեմն իր բնակարանը, նույնիսկ էժանագին մոթելների սենյակները։ Որպես իր մահվան սենյակներ։ Սա իսկապես ինչ-որ թրիլերի սցենար է հիշեցնում։ Ընդհանուր առմամբ տարբեր տվյալներ կան, բայց ասում են մոտ 130 մարդու է օգնել հեռանալ։ 130 մարդ։ Այո, բայց 1998-ին մի դեպք եղավ, որ ամեն ինչ փոխեց։ Թոմաս Հյուկի դեպքը։ Հա, 52-ամյա Թոմաս Հյուկ։ Նա տառապում էր ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզով կամ ALS։ Սա սարսափելի հիվանդություն է, դուք գիտեք, որը հանգեցնում է մկանների լրիվ ատրոֆիայի։ Մարդը փաստացի փակվում է սեփական մարմնում։ Եվ այս դեպքում Քևորքյանը հատեց իր իսկ սահմանած կարմիր գիծ, այնպես չէ։ Ճիշտ այդպես, քանի որ Հյուկը ֆիզիկապես այնքան թույլ էր, որ չէր կարող սեղմել կոճակը, բացել փականը, Քևորքյանն անձամբ կատարեց մահացու ներարկումը։ այո, սա արդեն ոչ թե օգնությունների ինքնասպանությանը, այլ ուղղակի էվթանազիա, բայց սա դեռ ամենը չէր։ Չէր, որովհետև նա այդ ամենը տեսագրել էր։ Ոչ միայն տեսագրել էր, այլև այդ ժապավենն ուղարկել էր CBS հեռուստաընկերություն, հայտնի 60 Minutes հաղորդմանը։ Ինչու։ Ինչն էր նպատակը։ Դե աղբյուրները տարբեր վարկածներ են առաջ քաշում։ Գուցե հույս ուներ հանրային աջակցություն ստանալ, ցույց տալ տառապանքը, իր գործի ողորմածությունը, այսպես ասած։ Կամ գուցե դա ուղղակի մարտահրավեր էր համակարգին։ Նա միշտ քննադատում էր համակարգը։ Հնարավոր է։ Շատ հնարավոր է։ Բայց արդյունքը եղավ հակառակը։ Այդ տեսանյութը դիտեց մոտ 16 միլիոն մարդ։ Եւ դարձավ նրա դեմ հիմնական անհերքելի ապացույցը։ Մինչ այդ նրան բազմիցս էին փորձել դատել, չէ որ բժշկական լիցենզիայից զրկել էին դեռ 1991-ին։ Հա, 4 անգամ կանգնել էր դատարանի առաջ։ Բայց ամեն անգամ արդարացվել էր։ Հիմնականում ապացույցների բացակայության կամ ինչ-որ իրավական բացերի պատճառով։ Սակայն Հյուկի գործով ամեն ինչ այլ էր։ Տեսաժապավեն կար, ապացույց, որտեղ երևում է ինքն է ներարգում անում։ Հենց դա 1999-ին նրան մեղադրանք առաջադրվեց արդեն երկրորդ կարգի սպանության համար, ու դատավարությունը կենտրոնացավ ոչ թե էվթանազիայի բարոյական կողմի վրա, այլ հենց սպանության փաստի։ Եվ Քևորքյանը որոշեց ինքն իրեն պաշտպանել դատարանում, դա էլ երևի սխալ քայլ էր։ Հավանաբար, նա չկարողացավ հակադարձել այս ուղիղ ապացույցին։ Նրա փաստարկները տառապանքը դադարեցնելու մասին դե դատարանի համար բավարար չէին։ Իսկ ո՞րն էր նրա իրական դրդապատճառը ըստ աղբյուրների։ Ինքը ինչ էր ասում։ Ինքը պնդում էր. ես դա անում եմ ոչ թե կյանքը դադարեցնելու, այլ տառապանքը դադարեցնելու համար։ Սա իր հիմնական թեզն էր։ Կա նաև մեկ այլ մեջբերում։ Ոչ մի փիլիսոփայություն, ոչ մի կրոն ինչ չի ասում, ինչպես մտածել եւ ինչ անել։ Ես հավատում եմ ողջախոհությանը։ Սա շատ բան է ասում նրա բնավորության մասին։ Անհատապաշտ, համառ, նա նաև շատ խիստ էր քննադատում բժշկական համակարգը։ Այո, աղբյուրներում աղմնավեղադրանքները դեղագործական ընկերությունների, հիվանդանոցների հասցեին։ Ասում էր, թե նրանք միլիոններ են աշխատում արհեստականորեն երկարացնելով մահամերձ հիվանդների տառապանքները։ Ամերիկայում ձեռնտու է լինել մահամերձ, այլ ոչ թե մահացած։ Սա նրա սուր արտահայտություններից է։ Շատ սուր։ Իսկ բժիշկներին համարում էր վախկոտներ։ Ասում էր, վախենում են ռիսկի դիմել, վախենում են օգնել մարդկանց։ Նա նույնիսկ առաջարկում էր ստեղծել նոր բժշկական մասնագիտություն՝ obituary doctor։ Թաղման բժիշկ, կարելի է թարգմանել։ Հա, բժիշկ, որը կմասնագիտանա անհույս հիվանդներին օգնելու մեջ, օգնելու արժանապատվորեն ու առանց տառապանքի հեռանալ կյանքից։ Սա իհարկե շատ համարձակ, նույնիսկ սկանդալային գաղափար էր այն ժամանակվա համար։ Եվ այս ամենի ֆոնին հասարակությունը բաժանվեց։ Ձեր տրամադրած նյութերում դա շատ լավ երևում է։ Մի մասի համար նա հերոս էր, մարդասիրության մարտիկ։ Գրող Կուրտ Վոնեգութը նրան նվիրեց իր «Աստված ձեզ առողջություն տա» դոկտոր Քևորքյան գիրքը։ Հա, ստեղծվեց նույնիսկ էվթանազիայի եկեղեցի, որը նրան սրբացնում էր։ Հաքերային լեզվում նույնիսկ Քևորքել բառը հայտնվեց։ Ինչ էր նշանակում։ Ինչ որ բանի վերջ տալ, դադարեցնել։ Հետաքրքիր է։ Մյուս կողմից շատերի համար, հատկապես կրոնական շրջանակների, ասենք կաթոլիկ եկեղեցու համար, նա սատանայի մարմնացում էր։ Մարդասպան։ Հա, մեկը ով իրեն Աստծո տեղն էր դրել։ Այս բևեռացումը շատ խոսուն է, իրոք։ Հետաքրքիր են նաև նրա անձնական կյանքի որոշ մանրամասներ, որոնք աղբյուրները բացահայտում են։
Նրա անտարբերությունը փողի նկատմամբ։ Այո, բացարձակ անտարբեր էր նյութական բարիքների նկատմամբ։ Ապրում էր էժանագին վարձով բնակարաններում, վարում էր հին ջարդոտ մեքենաներ։ Հագուստը գնում էր second hand խանութներից։ Հա, միևնույն ժամանակ արվեստի մեծ սիրահար էր։ Պաշտում էր Բախի երաժշտությունը, սիրում էր ջազ։ Նույնիսկ սեփական ջազային ալբոմն է ձայնագրել։ Նվագում էր ֆլեյթա եւ երգեհոն։ Բազմակողմանի մարդ էր, բայց շատ յուրահատուկ։ Պետք է հիշել նաև նրա առողջական խնդիրները։ Հեպատիտ C-ն։ Հա, դեռ կորեական պատերազմի ժամանակ էր վարակվել։ Դատարիների ընթացքում քայքայում էր նրա լիարդը։ Որոշ վերլուծություններ ենթադրում են, որ գուցե սեփական հիվանդությունն էլ է ազդել նրա աշխարհայացքի վրա։ Տառապանքի զգացողությունը։ Հնարավոր է։ Իսկ վերջնական կայծը, որը վառեց նրա առաքելությունը, կարծես թե եղել է 1986-ին Նիդերլանդներ կատարած այցը։ Այնտեղ էվթանազիան արդեն թույլատրված էր։ Այո, նա տեսավ, որ դա կարող է օրինական լինել, կարգավորված։ Վերադառնանք դատավճռին։ Յուկի գործով նրան դատապարտեցին։ 10-ից 25 տարվա ազատազրկման, երկրորդ կարգի սպանության համար։ Նա բանտում անցկացրեց 8 տարի։ Եվ 2007 թվականին 79 տարեկանում նրան անսպասելիորեն ազատ արձակեցին։ Պայմանական վաղաժամկետ։ Հա, պատճառները երկուսն էին՝ լավ վարքը բանտում եւ նրա ծանր առողջական վիճակը։ Բժիշկները կանխատեսում էին, որ հեպատիտ C ու դիաբետի պատճառով նա 1 տարուց ավել չի ապրի։ Բայց ապրեց։ Ապրեց, բայց ազատ արձակման պայմանները շատ խիստ էին։ Նրան արգելվում էր որևէ կերպ օգնել որևէ մեկին ինքնասպան լինել, նույնիսկ խորհուրդ տալ։ Այսինքն լրիվ մեկուսացրին այդ թեմայից։ Փաստացի այո, սահմանափակեցին նրա շփումները տարեցների եւ հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ։ Սա նշանակում էր, որ նա այլևս չէր կարող զբաղվել այն գործով, որին նվիրել էր իր կյանքի մեծ մասը։ Բայց Քևորքյանը, ինչպես ասացինք, գերազանցեց բժիշկների կանխատեսումները, ապրեց եւս 4 տարի, եւ ոչ միայն ապրեց, այլև փորձեց շարունակել պայքարը այլ միջոցներով։ Հա, 2008-ին նա որպես անկախ տեխնացու առաջադրվեց ԱՄՆ կոնգրեսի ընտրություններում Միչիգանում։ Սա շատ անսպասելի քայլ էր։ Արդյունքը ինչպիսին էր։ Ստացավ ձայների ընդամենը 2.7%, բայց դա ցույց տվեց, որ նա չի պատրաստվում լռել։ Շարունակում էր հարցազրույցներ տալ, հանդես գալ դասախոսություններով։ Այո, պաշտպանելով էվթանազիայի իրավունքը։ Ջեք Քևորքյանը մահացավ 2011 թվականի հունիսին, 83 տարեկանում էր։ Պատճառը թոքային զարկերակի թրոմբոեմբոլիան էր։ Արյան Մակարդուկ։ Ասում են մահվան մահճում նա լսում էր իր սիրելի դասական երաժշտությունը։ Բախ։ Ինչպիսին է նրա ժառանգությունը, եթե փորձենք ամփոփել։ Նրա մեթոդները ծայրահեղ վիճահարույց էին, անօրինական։ Անկասկած։ Բայց անհնար է շղթել, որ նա հսկայական դեր խաղաց հանրային բանավեճը սկսելու գործում, էվթանազիայի արժանապատիվ մահվան իրավունքի շուրջ։ Հա, նրա աղմկահարույց գործողությունները ստիպեցին հասարակությանը եւ օրենսդիրներին դեմ առ դեմ կանգնել այս բարդ հարցի հետ։ Եվ դա անուղղակիորեն խթան հանդիսացավ, որ ԱՄՆ մի շարք նահանգներում Կանադայում ընդունվեր բժշկի օգնությամբ ինքնասպանության մասին օրենքներ։ Այո, Օրեգոն, Վաշինգտոն, Մոնտանա, Վերմոնտ, Կալիֆոռնիա։ Իհարկե, այդ օրենքները շատ ավելի խիստ են, կարգավորված, քան Քևորքյանի, այսպես ասած, պրակտիկան։ Բայց հիմքը դրվեց։ Կարելի է ասել։ Պետք է նշել, որ այլ երկրներում էլ Նիդերլանդներ, Բելգիա, Շվեյցարիա կան նմանատիպ օրենքներ, բայց աշխարհի շատ երկրներում, այդ թվում Ռուսաստանում, Ադրբեջանում, Ղազախստանում էվթանազիան խստիվ արգելված է։ Նրա կերպարը նաև ներթափանցեց մշակույթ, դուք նշեցիք ձեր տրամադրած աղբյուրներում 2010 թվականի HBO-ի ֆիլմը «Դուք չեք ճանաչում Ջեկին»։ Հա, որտեղ Ալ Պաչինոն փայլուն կերպով մարմնավորեց Քևորքյանին։ Ստացավ Էմմի, Ոսկե գլոբուս։ Նրան հիշատակել են երգերում, ֆիլմերում, նույնիսկ մուլտֆիլմերում, նա դարձել էր մի տեսակ փոփ մշակութային ֆենոմեն։ Հետաքրքիր փաստ էլ կա։ Նրա մահից հետո նրա անձնական իրերը, նկարները, երաժշտական գործիքները, նույնիսկ հենց Մերսիտրոն սարքը, այս սարքը պահպանվել էր։ Ահա, պահպանվել էր, հանվեցին աճուրդի։ Սակայն ողորմածության մեքենան այդպես էլ գնորդ չգտավ։ Առաջարկված ամենաբարձր գինը շատ ցածր էր մեկնարկայինից։ Գուցե դա էլ ինչ-որ բան է, խորհրդանշում։ Գուցե։
Նրա ժառանգությունը, ըստ կտակի, անցավ Զարմուհուն, Էվաջանուսին։ Իսկ աճուրդի հասույթի մի մասն ուղղվեց քաղցկեղով հիվանդ երեխաների օգնությանը։ Այսպիսով Ջեք Քևորքյանի պատմությունը մեզ թողնում է բազմաթիվ անհանգստացնող հարցերով։ Նա բարդ, հակասական, գուցեև վտանգավոր մարդ էր, բայց նրա գործողությունները ստիպեցին միլիոնավոր մարդկանց մտածել կյանքի, մահվան, տառապանքի, ընտրության իրավունքի սահմանների մասին։ Եվ վերջում մի հարց, որն ուղղված է հենց ձեզ, մեր ունկնդրին, ով այս նյութերն է մեզ տրամադրել այս քննարկման համար։ Այս ամենը վերլուծելուց հետո, ձեր կարծիքով որտեղ է կոնցնում այն նուրբ սահմանը կարեկցանքի եւ հանցագործության միջև։ Երբ խոսքը գնում է անտանելի տառապանքի մասին։ Կամ ինչպես ինքը Քևորքյանն էր, սադրիչ կերպով հարցնում, իսկ դուք կցանկանայիք հավերժ ապրել։ Ես հաստատ ոչ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները թերևս յուրաքանչյուրը պետք է գտնի իր համար, հիմնվելով այն տեղեկությունների վրա, որոնք մենք այսօր փորձեցինք միասին բացահայտել։